չկա մեկը քեզ նման Հիսուս ամբողջ այս աշխարհում ամբողջ այս աշխարհում ամբողջ այս աշխարհում Ամեն կարող ես ծափարել եւս մեկ անգամ փառք տալ նրան նարժան է փառք քեզ Տեր Քոնե ոչ փառքը քոնե երկիր ինձ հետ միասին գնացի Քոնե ոչ փառքը եւ զորությունը դու ես արքայության Օ հալելույա երկինքն ու երկիրը եւ ողջ ազգերը մեծանում են քեզ ով Աստված Քոնե ողջ փառքը եւ զորությունը դու ես արքայության Օ հալելույա երկինքն ու երկիրը եւ ողջ ազգերը մեծանում են քեզ ով Աստված Տիրում ես դու Տեր ողջ երկրի վրա Փառք քեզ արքայության դու ես միակը հզոր Աստված Փառք քեզ արքայության քոնե ոչ փառքը եւ զորությունը դու ես արքայության Օ հալելույա երկինքն ու երկիրը եւ ողջ ազգերը մեծանում են քեզ ով Աստված քոնե ողջ փառքը եւ զորությունը դու ես արքայության երկինքն ու երկիրը եւ ողջ ազգերը մեծանում են քեզ ով Աստված Մենք տեսնում ենք քեզ մեր արքա Քո ձեռքի գործերը թող երկիրը քեզ խոնարհվի Ով սուր Աստվածն ես դու հավատարիմ Փրկիչ ես դու ես միայն մեծարված Արքայության քոնե ողջ փառքը եւ զորությունը դու ես արքայության Երկինքն ու երկիրը եւ ողջ ազգերը մեծանում են քեզ ով Աստված քոնե ողջ փառքը եւ զորությունը դու ես արքայության երկինքն ու երկիրը եւ ողջ ազգերը մեծանում են քեզ ով Աստված Аллилуйя. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени меня, Иисус. И вот в моя жизнь возьми, вот сердце мое измени. Подними на высоты твои.
Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени меня, измени меня, Иисус. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени, измени меня, измени меня, Иисус. Вот моя жизнь, вот моя жизнь. Возьми, вот сердце мое, измени, подними, подними, подними на высоты Твои. Вот моя жизнь, вот моя жизнь. Возьми, вот сердце мое, измени, подними, подними на высоты свои. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени меня, измени меня, Иисус. Вот моя жизнь, возьми, вот сердце мое, измени, подними, подними на высоты Твои. Во мне, вот сердце мое, измени, подними, подними на высоты свои. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени, измени нас. Делая жизнь, возьми вот сердце мое, измени, подними, подними на высоты свои. Вот моя жизнь. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени, измени на высоты свои. Вот моя жизнь, возьми вот сердце мое, измени, подними, подними на высоты свои. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во
во мне. Подними, подними на высоты свои. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени меня, Иисус. Аллилуйя, слава Тебе, Господь. Вся слава и честь Тебе, Господь. Мы перед Тобою, Господь, чтобы воздать Тебе честь и хвалу, потому что Ты один достоин, Господь. Аллилуйя, слава Тебе. Давайте мы принесем свои пожертвования, даяния. Аллилуйя, слава Тебе, Иисус. Слава Тебе, Иисус. Измени. Вот моя жизнь, возьми, вот сердце мое, измени, подними, подними на высоты свои. Вот моя жизнь, возьми, вот сердце мое, измени, подними, подними на высоты свои. Делай, что ты хочешь во мне. Делай, что ты хочешь во мне. Измени, измени, Иисус. Аллилуйя, слава Тебе, Иисус. Աստված մեր և հայր մեր, օգնիր մեզ արկամեն, մեզ ուժ տուր ու քաշիր մեզ, օգնիր, որ մոտենանք քեզ, Աստված մեր և հայր մեր, օգնիր մեզ արկամեն, մեզ երկ տուր օրհնելու քեզ, մեզ երկ տուր գովելու քեզ, քո շնորհքն է պահողը, քո ձեռքն է օրհնողը, ամեն անգամ զորացնողը, քո շնորհքն է լեցնողը, քո ձեռքն է օրհնողը, ամեն անգամ մեզ միացնողը, քո շնորհքն է պահողը, քո ձեռքն է օրհնողը, ամեն անգամ զորացնողը, քո շնորհքն է
Շնորհակալ եմ Տեր։ Ինչպես որ խոստացել ես, ահա դու մեզ հետ ես ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Եվ այս կյանքի փոթորիկները մեր կողքով անցնում են, որովհետև դու ես վեմը եւ ապավենը, դու ես մեր Աստվածը։ Շնորհակալ եմ սիրելի Տեր, որ ունենք քեզ, որ որփու անտեր չենք։ Շնորհակալ ենք, որ ունենք տուն, որտեղ կարող ենք հավաքվել, աղոթել, երկրպագել, բարձրացնել անունը Տարքա։ Գոհություն եւ փառաբանություն քեզ ամեն ժամանակ։ Գոհանում եմ Տեր։ Եվ այսօր թող իրական երկրպագություն բարձրանա, ինչպես որ բարձրանում է։ Եվ այն երկրպագությունը, որ բարձրանում է քո առջև Աստվածս, թող հետք թողի մեր սերունդների համար։ Որ երբ որ մեկ օր մեր կյանքում կան դժվարություններ, փորձություններ, կանգնենք քո առաջ եւ ասենք ես քո երկրպագուն եմ։ Շնորհակալ եմ սիրելի Տեր։ Թող որ անունդ փառավորվի սիրելի Աստված, հավիտյանս, հավիտենից։ Ամեն։ Տեր օրհնի սիրելի եկեղեցի, կարող եք զբաղեցնել ձեր տեղերը։ Շնորհակալություն փառաբանության խումբ։ Հրաշալի օր է այսօր ամեն։ Գիտես դու հաղթող ես, ունեցանք շատ խիտ շաբաթ, շատ լցված շաբաթ, եւ այս խիտ դժվար ուրախ շաբաթից հետո եւ շատ բարձրացանք սարը եւ շատ հետաքրքիր բաներ տեղի ունեցան։ Գնացինք Տիրոջ երեսը փնտրելու եկեղեցով, ունեցանք հաճելի հրաշալի օրեր միասին միաբանության մեջ ամեն։ Եվ որ այնտեղ են եւ ներկա են կարող են սրտանց ասել ամեն։ Հրաշալի օրեր ունեցանք, որովհետեւ ամեն վարքյանը եւ ամեն օրը Տիրոջ հետ հրաշալի է եւ օրհնված են Տիրոջ հետ եղող մարդիկ։ Եվ ես օրհնված եմ, ես չգիտեմ դու օրհնված ես, եթե դու օրհնված ես կարող ես այսօր ասել ամեն։ Ես օրհնված եմ, որովհետեւ մենք այսօր այստեղ ենք եւ կարող ենք վկայել եւ ասել մենք մեծ օրհնության շաբաթ ունեցանք, մեծ օրհնություններ ունեցանք ամեն։ Եվ այսօր էլ որ այստեղ ենք, հաղթել ենք, որ եկել ենք այստեղ եւ Տիրոջը այսօր ասելու բան ունենք եւ ես ուզում այսօր խոսել երկրպագուների մասին, Տիրոջ երկրպագության մասին, Տիրոջ առաջ գալու եւ ապագայի համար հետք թողելու մասին։ Գիտեք, ես այս խոսքը եթե ամեն կիրակի խոսեմ ինձ համար արդիական է։ Եթե ոչ միայն մեկ անգամ, այլ 10 անգամ, 20 անգամ, 100 անգամ, միլիոն անգամ, եթե ես խոսեմ այս խոսքը, ինչ որ այսօր խոսում եմ եւ խոսել եմ այս տան մեջ, սա արդիական խոսք է, այսինքն ամեն օրվա համար է եւ քրիստոնյայի կյանքում առավելագույն մի խոսք է, որտեվ Աստված ասեց ես բնակվում եմ իմ ժողովրդի փառաբանության եւ երկրպագության մեջ։ Նշանակում է Աստված բնակվում է, ինչ որ մեկին ասա Աստված բնակվում է, իր ժողովրդի փառաբանության եւ երկրպագության մեջ եւ քո երկրպագու լինելը կյանքով լցված, որ դու երկրպագու ես եւ կախված ես միայն Աստծուց, սա քեզ համար մեծ դռներ է բացում եւ դու այն մարդն ես, որ այստեղ կարող ես ասել ես նրա երկրպագուն եմ։ Գիտես, երկրպագուն միայն երկելը չէ։ Ես հիմա ուրիշ բան եմ խոսելու այսօր եւ դու կհասկանաս, որ ինչ է իրական երկրպագությունը, դա միայն երգը չէ, դա քանդելն է, քո կյանքի միջից եւ կռապաշտությունը, եւ այն ինչ որ բարձրացել է քո սրտի գահին, քո բնավորության փոփոխությունը, քո կյանքի էության փոփոխությունը, այս ամենը այսօր մեր կյանքում պետք է կատարվի, որպեսզի ես ասեմ, ես իրական նրա երկրպագումն եմ։ Այլապես միայն երկեմ եւ գնամ իմ տուն, սա երկրպագությունը չէ։
ես Աստծուց եմ կախված այսօր, եւ ես ուզում եմ այս խոսքերը դառնան իրական, եւ այս խոսքերը դառնան մշտական մեր կյանքի ուղեկիցը, ամեն։ Գիտես, այսօր բժշկության ծառայությունը, եւ ես ուզում եմ բժշկվենք մենք, բժշկվի Աստծո եկեղեցին, բժշկվեն մեր սրտերը, բժշկվի մեր էությունը, բժշկվի մեր բնությունը, ադամական բնությունից փոխվելով Քրիստոսի, Հիսուսի բնավորության եւ բնության մեջ։ Հալելույա։ Եվ Աստված կարող է իր որոշումը փոխել մեր կյանքում, ամեն առումներով կարող է իր որոշումը փոխել։ Ես այսօր խոսել եմ այս մասին եւ շատ հենց այստեղ կանգնած է, երբ որ Տերը սրտիս հետ խոսեց, որ խոսեմ երկրպագուի մասին, ով է երկրպագուն։ Սաղմոս 102-ը բացենք միասին, այսօր շատ դավանություններ կանենք, ինչպես որ անում ենք շատ ծառայությունների ժամանակ։ Սաղմոս 102, ինձ հետ բացի, 13-րդ խոսքից կարդանք միասին, դու վեր կկենաս, Սիոնին կողորմես, որտև ժամանակն է նրան ողորմելու, որովհետև որոշված ժամանակը հասավ։ Դու վեր կկենաս եւ մեզ կողորմես Աստված, որովհետեւ այսօր ժամանակն է ողորմություն անելու։ Այսօր է ժամանակը, ինչ որ մեկին հրիև ասա, այսօր է ժամանակը, այսօր Տերը վեր կկենա եւ մեծ ողորմություն կանի Սիոնին, եւ այսօր ողորմության օր է, հալելույա։ Ինչ որ մեկին ասա, գիտես, այսօր իմ կյանքում բան է փոխվելու։ Այս առայցունից հետո ես նույնը չեմ մնալու, ես այստեղից կգնամ եւ ամեն բան այստեղից հետո պիտի փոխվի։ Այսօր Հայաստանում էլ վճռորոշ ժամանակ է։ Մենք ապրում ենք դժվար ժամանակներում։ Եվ ես խոսեմ նաեւ Հայաստան աշխարհի համար, հենց հիմա այս խոսքի միջոցով, որովհետեւ ես ասում եմ ամեն անգամ, ամեն օր Երբ որ ես ծառայում եմ, ես ուզում եմ ամեն խոսքը լինի արդիական եւ իրական, հալելույա։ Եվ Երեմիա 18-րդ գլուխ, բացեք ինձ հետ 7-րդ խոսքը գրված է, ամեն անգամ, որ խոսում եմ մեկ ազգի կամ մեկ թագավորության դեմ, նրան քանդելու, փուլացելու եւ կորցնելու համար, եթե այդ ազգը դարձի է գալիս իր չարությունից, որի մասին ես խոսել էի, այդ ժամանակ ես էլ զղջում եմ այն չարիքի համար, որ խորել էի նրան անելու համար։ Եթե այսօր ազգովի մենք դուրս գանք եւ սկսենք ապաշխարել, բան է փոխվելու, ասա բան է փոխվելու։ Գիտես Աստվածաշնչում, երբ որ Ղովտի ժամանակներում Աբրահամին Տերը եկավ եւ հայտնվեց եւ ասեց. ես գնում եմ եւ պիտի կործանեմ Սոդոմը եւ Գոմորը, գիտեք ինչ հարց էր տալիս Աբրահամը, եթե 10 արդար լինի։ Եթե 10 արդար լինի, միթե նորից այդ քաղաքը դու կկործանես, եթե 10 արդար լինի։ Գիտես սկզբից եկավ 50-ից, հետո դարձավ 10-ը։ Այսքան, եթե լինի, այսքան լինի, եւ արդյոք չկար 10 արդար, չկար 10 արդար։ Հիմա սիրելի Հայաստան աշխարհ, ունես 10 արդար։ Սիրելի հայ ժողովրդի ներկայացուցիչ, որ դու գտնվում ես այսօր օտարության մեջ, կա այստեղ 10 արդար։ Այսինքն կա մեկը, որ Աստծո արդարությունն է անում, եւ նրա համար չկա շահ, չկա շահամոլություն, չկա չգիտեմ ինչ, այլ կա իրական աստվածապաշտություն եւ երկրի համար մտածելը։ Գիտեք, մենք ունեցանք շատ մարգարեական ծառայություններ այս շաբաթվա մեջ։ Եվ մարգարեական ծառայությունների ժամանակ ինչ էր խոսում Աստծո հոգին, ինչ է խոսում Աստծո հոգին, եւ խոսում էր այսօրվա ժողովուրդը մտածում եմ միայն հանապազորյա հացի մասին։ Ինձ այսօր հացը լավ լինի, թոշակը լավ լինի, մի կտոր ավել հաց լինի, լույսս լավ լինի, ջուրս լավ լինի, բայց ապագա սերունդի համար սահմաններս լավ լինեն, երկիրս բարգավաճի, երկիրը ճանաչի Աստծուն։ Այսինքն մենք չտանք մեր հողերը ընդհանրակը հետ գան։ Այսօր շատերն ասում են, դե մեզ ինչների սա պետք այս հողը, այս ինչ տարածությունը մեզ լավ լինի։ Չէ, տենց բան չկա, դա մեր հողն է, դա մեր կտորն է, դա մեր սիրտն է։ Եվ եթե ամեն անգամ մենք մեր ձեռքով չարիք ենք բերում մեր ազգի վրա, ժամանակն է, որ մենք ասենք Տեր, մենք ապաշխարում ենք ազգովի, որպեսզի չարիք, սուր, ժանտախտ, չգիտեմ ինչ չգա մեր երկրի վրա։
Ինչքան մենք պետք է համբերենք եւ ինչքան պետք է եկեղեցին քնած լինի եւ արթուն չլինի, եկեղեցի ժամանակն է արտանալու, դու վեր կկենաս եւ Սիոնին կողորմես։ Ժամանակն է, որ ազգովի յետառնանք դեպի Աստված եւ ասենք թող քո որոշումը լինի, ոչ թե մարդկային որոշումները, ոչ թե մենք դաշնակ ու բոլշևիկ խաղանք, այլ մենք ինչ անենք, ազգովի ծնկի գանք քո առաջ։ Մենք ազգովի պարտավոր ենք ծնկելու եւ ասել միայն դու ես Աստված։ Եթե ինչ-որ մեկն էլ ասել է ինչ-որ մեկին դու իմ Աստվածն ես, թող Աստվածների իմ ազգի այդ տեսակ մարդկանց, որ մարդուն Աստված են անում։ Եթե անգամ Աստվածաշնչում գրված է, որ Հերովդեսը վեր կացավ եւ փառքն իրեն վերագրեց, եւ որդերով ինչ արեց, զարկվեց եւ մեռավ, ապա նշանակում է ով կարող է մարդուն Աստծո փոխանորդ անել, ով կարող է, ասեք։ Բայց այսօր ժամանակը եկել է, որ մենք կանգնացնենք կռապաշտությունը Հայաստան աշխարհի վրայից, ինչպես մեկ օր Եզեկիան ինքը կռապաշտությունը քանդեց եւ կուրքերը, բարձրավանդակները քանդեց եւ Տերն ասում էր, մարդիկ այսօր մտածում են ինձ լավ լինի, բայց սերունդներին մենք ապագայի մարդիկ ենք։ Գիտեք, երեք Պարուս Սևակի բանաստեղծություն հնչեց եւ գիտես շատերն ասեցին սա էր ամենահզոր ավարտը, մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում։ Բայց ամենավերջին տողերն են, որ այստեղ Սևակն ասում է կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք։ Սա է մեր վախճանը։ Մենք չունենք այն, որ տանք ու տանք, մենք նայենք, որ պիտի շատանանք ու շատանանք, մենք նայենք, որ պիտի ունենանք եւ ունենանք, պիտի բարգավաճենք եւ զորանանք, եւ եթե ժամանակին 15 թվին դուք ասես դա Վախեմի պատմությունն է, դա իմ պատմությունն է, եթե 15 թվին դուք ասես հիմա դու կանգնել ես բեմից եւ հովիվ քո գործը տարա, դու ինչ ես անում այստեղ, չգիտեմ ինչ ես քարոզում, ես քարոզում եմ Քրիստոս։ Եթե 15 թվին քրիստոնյա ժողովրդին մազապուրց արեցին եւ քրիստոնյական արժեքների պատճառով Քրիստոս քարոզելու եւ Քրիստոսին ընդունելու պատճառով մի ամբողջ ժողովուրդ ուզեցին կոտորել, եւ եթե ասեցին մեկ հայ պիտի թողնենք եւ այն էլ թանգարանում, այսօր Տերն ասում է մեկ հայ չի, շատ հայեր կան ամբողջ աշխարհով մեկ։ Ոչ իմանից մի վախեցեք, ձեզ ոչ մի երկրից դուրս չեն հանելու։ Մի վախեցեք, որովհետև նա մեր Աստվածն է, մի վեհերիր, որովհետև նա քեզ ընտրել է, նա իր արդարության աչով հաստատել է մեզ, Եսայիա 41:10, եւ ասել է քեզ, որ դու իմն ես, երբ։ Ինչ որ մեկը թողասի հավիտյան։ Եվ գիտեք, այն ժամանակ, երբ որ հայոց հարցն էր որոշվում, եւ հայոց հարցի 16-րդ կետն էր դրված Եվրոպայում իբր բարեփոխումների, որ 16 թիվը կլինի բարեփոխումների ժամանակաշրջան, եւ որ Խրիմյան հայրիկը, հիմա հայոց պատմություն եմ կարոզում, գնաց եւ նստեց այդ խորհրդի մեջ եւ ասում է բոլորը ունեին երկաթե շերեփներ, բայց ես ունեի թղթի շերեփ։ Բոլորի շերեփները մտնում են այդ հարիսայի մեջ եւ այդ կաթսայի մեջ եւ բոլորը օգտվում են այդտեղից, բայց իմ շերեփը ուժ չուներ։ Եվ Պարուս Սևակն էլ շուռ եկավ եւ ասեց. «Աչքդ լույս լինի, դու օգտվեցիր թվաբանություն, քո 16-ը դարձավ 61։ Իսկ մեր հարցը մեկ, իսկ հարցը հայոց մնաց որտեղ օդից կախված։ Եվ մազապուրց Հայաստանը, հայ ժողովուրդը, որ փախավ եւ այդքան մեծ ոչրագործությունից հետո մեկ բուռ էր մնացել 18 թվին, 17 թվին կազմակերպվեց ինչ դաշնակ եւ բոլշևիկ այս խայտարակ վիճակը Հայաստանում եւ մենք սկսեցինք իրար մորթել։ Մի տան մեջ մարդիկ դաշնակ ու բոլշևիկ էին դարձել։ Միթե այսօր արդիական չէ այն ինչ որ ես եմ քարոզում, ձեր տներում չկան դաշնակներ ու բոլշևիկներ։ Ձեր տան մեջ չկան այս ինչականներ ու այն ինչականներ։ Չկան, կան,
բայց պիտի լինի մի ողջ Հայաստան։ Մի համախմբված հայ ժողովուրդ, որ պտտվի եւ գա Տիրոջ շուրջը։ Եվ ասի Տեր Աստված, մենք դառնում ենք այսօր այն երկրպագուները, որ պաշտում են քո անունը եւ ասում արդարություն արա հայոց աշխարհի համար։ Թող հայոց աշխարհում լինի խաղաղություն եւ ոչ միայն Հայաստանում, այլ խաղաղություն ամենեցուն։ Աստծո խաղաղությունը թող իջնի երկրիս վրա այսօր։ Եվ ես այսօր շատ դեմ եմ եղբայրասպան պատերազմին։ Եթե հանկարծ հարց այնպես չլուծվի եւ մարդիկ իրար դեմ դուրս գան, աղոթեք, որ այդպիսի բան չլինի։ Որ Հայաստանում քաղաքացիական պատերազմներ չլինեն։ Սա է մեզ ավետել Աստված այս օրերի մեջ, որպեսզի մենք աղոթենք։ Գիտեք, ուրբաթ օր որ պիտի գայ ծառայության գիշերը երաս տեսա, անուններ չեմ տա, բայց տեսա եկեղեցու եղբայրների։ Ես տեսա, որ Տերը կանչում էր նրանց եւ ասում էր, ձեր համար վճարված է, գին է վճարված։ Եվ նրանց հետևից մեքենա էր ուղարկված։ Եվ այդ մեքենայի այդ շոչիկը պտտվում էր։ Օրերը անցնում են, ժամերն անցնում են, բայց եկեղեցին չի դուրս գալիս աղոթելու։ Եվ ես զանգահարել եւ ասում եմ, գիտեք, ձեր համար գին է վճարված, մեքենա է ուղարկված։ Աղբերներ, այդ տան տնտեսուհին, այդ տան տիկինը վազում էր եւ ասում էր, գիտեք, հովիվն է զանգել, ձեր համար բանա պատրաստված, ձեր համար մեքենա է ուղարկված։ Իրանք լսելով չէին լսում, տեսնելով չէին տեսնում։ Դու զբաղված ես, ունես անպայման կարող ես ասել, գիտես, ես շատ զբաղված եմ։ Աստվածաշունչն այս մասին հստակ ասում է, մեկը արդ էր շինում, մեկը իր արդն էր, մեկը ամուսնանում էր, մեկը կին էր առնում, զբաղված էր եկեղեցին։ Իսկ Հայաստան աշխարհը քանդվում էր։ Եվ աղոթող չկա, Տիրոջից խնդրող չկա, Տիրոջ ասող չկա։ Գիտես, ժամանակն է կարևորել կարևորագույնը, կայսրին, Տիրոջինը, լավ ես անում, աշխատում ես։ Շատ լավ եք անում, որ աշխատում եք, բա որ չաշխատեք, ձեր ընտանիքները ով պայի, բայց խնդրեք, որ Տերը ձեզ տա ժամանակ։ Ժամերն ու ժամանակները Տիրոջն են պատկանում, եւ Տերն ասում էր, ժամանակն անցնում է։ Ձեր համար վճարված ժամանակն անցնում է, արագացել է այդ շոչիկը։ Ուր եք դուք։ Ուր ես եկեղեցի։ Ժամանակն է, որ մենք ասենք, եթե ազգը դարձի գա, եթե մի տան դեմ, եթե մի ազգի դեմ, եթե մի ժողովրդի դեմ վճռված է ինչ որ վատ բան, Տերը ինչ կանի կզղճա։ Եվ որ ամեն անգամ խոսում է մեկ ազգի կամ մեկ թագավորության դեմ նրան շինելու տնկելու համար, եթե նա չարություն է անում իմ աչքի առաջ եւ չի լսում իմ խոսքին, այդ ժամանակ ես էլ զղջում եմ այն բարիքի համար, որ ասել էի, թե նրան բարիք եմ անելու։ Եկել այսօր ապաշխարելու ժամանակը։ Կարանք ապաշխարենք ազգով, ասենք Տեր, ես ապաշխարում եմ քո առաջ։ Իսկ եթե Աստված մեզ չհանդիմանի, ինչ ենք մենք անելու։ Եթե Աստված մեզ այսօր չհանդիմանի, ինչ ենք մենք անելու։ Այսօր ամենքս այսօր ամեն բանով լցված ենք։ Բայց ժամանակն է, որ մենք լցվենք Աստծո հոգով։ Ասա Աստծո հոգով, հալելույա։ Գիտեք, շատ եմ ուզում այս համարը, այս տեղը, եթե միլիոն անգամ կարդամ, միլիոն մեկ անգամ եմ կարդալու, եւ դու այս տեղը պետք է գնաս տուն եւ անգիր անես, դա 4-րդ թագավորաց 20-րդ գլուխն է, հանրահայտ մի գլուխ, 4 թագավորաց, ինձ հետ բացեք, 4 թագավորաց 20-րդ գլուխ, 1-ից 6-րդ խոսքը, այն օրերը Եզեկիան մերձի հիվանդացավ, եւ Ամոսի որդի Եսա մարգարեն եկավ նրա մոտ եւ նրան ասեց. այսպես է ասում Տերը, կտա կարա քո տան մասին, որովհետեւ դու պիտի մեռնես ու չապրես։
Դու պատկերացնում ես մարդը հիվանդ է, շատ մարդիկ գալիս են իմ մոտ աղոթել եւ ասում են հով ջան, աղոթի մարգարեացի, ինձ բան ասա։ Դու պատկերացնում ես ինչ մեծ արհավիրք է, երբ որ դու հանկարծ գնաս աղոթելու ու հանկարծ Աստծո մարդը քեզ ասում է սենց մի բան։ Աղոթ քարա դու բան արա, վերջ։ Դու պետք է այսօր մեռնես։ Ինչ պետք է ասես մարդը, պետք է ասի դու սուտ մարգար ես, դու լավ մարգար ես, դու վատն ես, դու ես ինչ մարդ ես։ Վերջ ես քեզ կանչել է ինձ օրհնես, թե անից ես ինչ բաներ ես դու ինձ համար ասում։ Բայց մարդը ում հետ գործ ունի։ Աստծո մարգարեի, հարևանի, ամուսնու, բարեկամի, դրկիցի, ում հետ ունի մարդը գործ։ Աստծո։ Եթե անգամ այսօր չար երազես տեսել, քո համար վատ մարգարեություն է եղել, չգիտեմ, բան է եղել, այսօր ժամանակը եկել է, որ դու ինչ անես խոսես Աստծո հետ։ Ասես այսօր պետք է խոսեմ իմ Աստծո հետ։ Եվ նա իր երեսը դարձրեց դեպի պատը եւ աղոթք արեց Տիրոջ ասելով։ Պատկերացնում ես ինչ արեց, մարգարեից շուռ եկավ։ Ասեց ես չեմ ուզում դու ինձ էլ բան ասես, գնա այ մարդ, գնա։ Գնա քո ճանապարհով գնա, ես ան հզոր մարգարե եմ։ Կյանքում չի սխալվել։ Ճիշտ բաներ ասել, բայց ասում է ես կպտտվեմ դեպի պատը, մեջքով դեպի քեզ եւ երեսով դեպի Աստված, սա հզոր է։ Եվ պտտվեց դեպի պատը եւ ինչ պիտի ասեր, դու ինչ ունես այսօր ասելու Աստծուն։ Ինչ որ մեկը թող ասի, ես բան պիտի ունենամ Աստծուն ասելու, եւ ինքը բան ուներ ասելու եւ ասեց. աղոչում եմ ով Տեր, հիշիր հիմա քո առաջին հավատարմությամբ եւ կատարյալ սրտով գնացի։ Տեսեք բան կա ասելու։ Տեր, ես քո առաջ հավատարմությամբ եւ ուղիղ սրտով եմ գնացել։ Ասա հավատարմություն, ինչ որ մեկին ասա հավատարմությամբ եւ ուղիղ սրտով։ Տեր, ես բան պիտի քեզ հիշացնեմ, չէ որ ես քո առաջ հավատարիմ եմ եւ ուղիղ սիրտ ունեմ։ Կարաք տես բան ասեք այսօր Տիրոջը։ Եվ քո աչքերին հաճելի եղածն արեցի եւ Երեմիան մեծ ձայնով լաց եղավ։ Ինչ էր արել Եզեկյան, ասեք, ինչ էր արել Եզեկյան։ Բարձրավանդակներն էր քանդել, կուրքերն էր քանդել եւ երկրպագություն էր բարձրացրել Իսրայելում։ Դարձել էր իրական երկրպագուն։ Ով էր իրական երկրպագուն, ով քանդեց կուրքերը։ Ես երբ որ հարցնում եմ, իսկ առաջին, երկրորդ պատվիրանները գիտեք, մարդիկ երկրորդ պատվիրանը միշտ ասում են, դե սիրի քո ընկերը քո անձի պես։ Սիրելիներ, երկրորդ պատվիրանը ո՞րն էր, ինչ որ մեկը թող ինձ բարձր ասի։ Այո։ Կուրքեր չշինեք, ոչ վերը երկնքում, ոչ ցածրը երկրի վրա, կուրքեր չշինեք։ Այս կուրքերն էր, որ բարձրացրած էր Իսրայելում եւ Եզեկյան այն մարդն էր, որ չվախեցավ, վեր կացավ եւ բարձրավանդակները կուրքերը քանդեց եւ դարձավ միակ իրական երկրպագուն։ Քո Տեր Աստծուն պաշտիր եւ կուրքեր մի շինիր։ Քո Տեր Աստծուն պաշտիր քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ կուրքեր մի շինիր, սա է ամենակարևորը կուրքեր։ Ինչքան կուրքեր մենք ունենք։ Մի հատ ինձ ասեք, ինչքան կուրքեր մենք ունենք։ Գիտեք, ես աշխատում եմ ոչ մի բանի հետ չկապվեմ։ Այդպես ապրել եմ այսքան տարի, այդպես էլ ապրում եմ, այդպես էլ պիտի ապրեմ։ Ոչ մի բանի հետ, ոչ ծառայության հետ, ոչ իրի հետ, ոչ երեխայի հետ, ոչ մի բանի հետ չունեմ կախվածություն, չկա տենց բան։ Երբ որ գնացել էինք այն տունը 2 օր, իմ երեխաները եկան, ես ծառայության մեջ էի եւ ազատագրության ծառայություն էի անում։ Եկան, ինչ։ Հիմա ես պետքա թողեի իմ ծառայությունը վազա երեխեքիս հետևից։ Ես շնորհակալ եմ երեխաներից։ Գիտեք, միշտ այստեղից ասում եմ, այս սենց են անում, սենց սխալ բաներ են անում, գիտեք ինչի, որ դուք շտկվեք։ Եմ ասում Կուշ քեզ ասեմ կուլադու լսի այդ վիճակն է, Քրիստիկն ու Անուշիկը միշտ ինձանից բողոքում են, մամա դե մի անգամ չտեսանք, ասես պուպուշս, Անուշս, ես ինչ լավն են իմ երեխեքը, ես ինչ լավ են անում, ամեն բան կամ սենց են անում, կամ նենց են անում։ Միշտ ջղանում եմ, արագ արեք տունը սենց մաքրեք, ես ինչ ախի սենց չարեցիք են, ինչ են, չգիտեմ, 2 օր առաջ Քրիստիկին ինչ ասեց, ես ինչ այսի են, ինչն է, չգիտեմ աշխատանքի մեջ չէր ասցնում, երեխուդ նորմալ պահի եսի սենց արա, են արա, իրական ծնողը պետք է ինչ անի, դաստիարակի։ Գիտես Աստված ասում է,
քո երեխայի համար գավազանը ձեռքից հետ մի գցի։ Հիմա իրանք եկան, դե Քրիստիկա երեխեք հետ եկել, ապտի գան հաց չեն կերել, գան ընդեղ հացտեն, բոլոր կել խմել են, հիմա ժամանակն է ուրախանալու։ Իրանք եկել ես ասում եմ, ոչ թող դրսում սպասեն, ես ծառայություն եմ անում։ Թող ներս չգան։ Ազատագրության ծառայությունն է, իրենց կողքը չեն պտտվում։ Չեմ ասում, վայ, սրտից գահին բազմած բալիկներ, եկեք ստեղ, հիմա ձեր հերթն է, բա դուք եկել եք, լիմյա ժողովուրդ մի հատ սաղը տենկոմ, երեխեքը սենկոմ։ Ես իմ երեխեքին թողել եմ, վիրահատական սեղանի վրա Անուշիկին թողել եմ, գնացել եմ Ռոստով ծառայության, բոլորդ գիտեք։ Ոչ մի մայր տենց բան չի անի, որ այդ ժամի, որ ես թռնում եմ ծառայության, իմ երեխեն նարկոսի տակ է։ Եվ ասում, Տաթո ջան, գնացեք երեխուն տիրություն արեք, մինչև գամ։ Ես մի քանի օրից կգամ, Տաթևը գնացել է Անուշիկ ապահում։ Մենք սենց օրերել ենք միշտ ունեցել եւ ունենք։ Եվ դա ուղակի ձև չի, ծես չի։ Բայց ունեմ Աստծուն բան ասելու, հիշում ես Տեր, բարձրավանդակներ եմ քանդել։ Բահաղի պաշտանմունք եմ այս եկեղեցում քանդել։ Հեզաբելի հոգի եմ հեռացրել այս տանից, որ այստեղ կուրքեր չշինվեն։ Բան ունենք ասել, որ Հեզաբելը գնաց, Բահաղի պաշտանմունքը վերացավ, և հիմա մենք քիչ ենք, սակայն մեզ հայն ասում, մենք քիչ էլ չենք, լավն ենք, աղակին ենք, առատ ենք, ամեն մեկըդ, ձեզանից մեկը 1000 արժի։ Եվ երբ որ այս տարի գնացինք կոնֆերանսի, միասին կոնֆերանս էինք անում, գիտես, ամեն տարիների թվի չափ մարդ կար այդտեղ, ամեն տարիների թվի չափ, ձայն չկար, ծպտուն չկար, խաղաղություն, ուրախություն, այնքան հանգիստ էր ամեն բան, ժորդ կվկայք հանգիստ էր, թե չէ, մարդ կար, որը տեղ ինչ-որ մի ատանշնոր բաներ անում, չգիտեմ խառնաշպոտ էր, մի մոմենտ բարձրացավ միացիցաղ ասեցին, հովիվը չի սիրում, մի արեք, ու լուր, չեմ ասում այնտեղ լուր, սաղս ես իմ սես քարի նման ենք, խաղացող խաղում էր, լողացողը լողանում էր, աղոթողն աղոթում էր, ազատագրվում էր, բայց կարգ ու կանոնի մեջ էր ամեն բան, ժորդ սովորենք, ավելի կարգ ու կանոնի մեջ մտնել, և այս անգամ, որ աղոթում էինք այս շաբաթվա մեջ, Տերն ասում էր, ձեր եկեղեցում բարձրացրեք նոր կերպով փառաբանության խումբը ավելիով եւ կարգ ու կանոնը։ Շատ կարևոր է Տերն ասում էր։ Ամենաառաջին բանը եկեղեցում դա կարգ ու կանոնն է եւ Եզեկիան ինչ էր ասում էր Տեր, հիշում ես բարձրավանդակները քանդեցի, հիշի ինչ եմ արել առաջին։ Հավատարմությամբ կատարյալ սրտով եմ գնացել, քո աչքերին հաճոյախաստ եմ արել։ Լաց էր լինում, և Եսան դեռ չէր դուրս եկել միջի քաղաքից, ահա Տիրոջ խոսքը եղավ նրան ասլով ետ դարի։ Լավ մարգար են ով, որ Տիրոջ խոսքին չլսի։ Պատկերացնում ես, իրա խոսքն ասեց ու գնաց։ Տերն էլ եկավ ասեց, այ Եսա, գործը չես ավարտել, ընդեղ լացող մարդ կա, գնա այդ լացող մարդուն, ուրիշ բան հիմա ասա, խոսքը փոխելու է հիմա Տերը։ Ինձ հետ եք, ասած փոխումա խոսքը, ես իմ ապացուցում եմ։ Եվ Եսան դեռ չէր դուրս եկել միջի քաղաքից եւ Տիրոջ խոսքը եղավ նրան ասելով. «Ետ դարձի եւ ասա ժողովրդի իշխան Եզեկիային, այսպես է ասում Տերը, քո հայր Դավիթի Աստվածը, ով ես դու, Դավիթի որդին, ով ես դու, Դավիթի հետևորդը, ով ես դու, երկրպագուի Դավիթի գործը կատարողն ու ավարտողը։ Այսպես է ասում քո հայր Դավիթի Աստվածը, լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը, ահա ես քեզ կբժշկեմ և երրորդ օրը վեր կգնաս Տիրոջ տունը։ Գիտեք, Աստվածաշնչի համարներից շատ եմ քարոզել երրորդ օրվա մասին, երեքը շատ կարևոր թիվ է Աստվածաշնչում և երրորդ օրը Տեր Հիսուսը հարություն առավ և նրա Տերը երրորդությունը, երրորդ օրը շատ բաներ է լինում, երրորդ օրը հարություն է լինում։ Այսօր ինչ օր է, Կիրակի, այսօր Մեկշաբթին է, այսօրվանից է սկսում Երորդ օրը հաշվեք, երորդ օրը, այսօրվանից սկսած, որտև այսօր Մեկշաբթին է, երորդ օրը բան է կատարվելու ձեր կյանքում, ասա երորդ օրը բան է կատարվելու, և ես այսօր վերցնում այս մարգարեական խոսքը, ես կավելացնեմ քո օրերի վրա 15 տարի, և կազատեմ քեզ և այս քաղաքը Ասորեստանի թագավորի ձեռքից, և այս քաղաքը կպաշտպանեմ ինձ համար, և իմ ծառա Դավիթի համար, հալելույա։
Ես շատ կուզեի, որ Հայաստանի համար լասեր, այս ինչ մարդու համար, այս ինչ բանի համար, այս ինչ կպահեմ քե, Հայաստանը կպահեմ։ Աղոթեք Հայաստան աշխարհի համար։ Այսօր կարևոր օր է, ամեն։ Այսօր թող քանդված լինի անեծքը, հիվանդությունը քո կյանքից, դժբախտությունը, մեղքը, ցավը, աղքատության, տգիտության ոգին, աղքատությունը թող հեռանա ձեր տներից եւ թող գալիությունը, գիտեք, ես մի քանի օր առաջ մի բան էի ասում իմ սիրելի քույրերից մեկին, ասում եմ, գիտեք, ամեն ինչը շատանալու հատկություն ունի։ Ամեն ինչը։ Գիտես, մարդու խոսքը սերմ է եւ կյանքում ամեն բան սերմ է։ Դավիթ, լսում ես։ Ամեն բան սերմ է։ Ինչ ցանես ինքը շատանալու է եւ աճելու է։ Ուրախություն ցանեցիր, ուրախությունը տա շատանալու։ Ֆինանս ցանեցիր, ֆինանսը տա շատանալու։ Ինչ որ ցանես, դեպրեսիա ցանեցիր, դեպրեսիան է շատանալու։ Հիվանդություն է շատանալու։ Ինչ ես ուզում այսօր քո կյանքում շատանա։ Օրհնություն, բժշկություն, ֆինանս, ամեն բան, ամենալավ բաները թող այսօր շատանան, ասա ամեն բան շատանալու հատկություն ունի։ Ամեն բան։ Գիտեք, անգամ աշխարհը գիտի, լացը բերում։ Ուրախություն։ Հիշում եք, որ ասում եմ, ունեցողին կավելանա, չունեցողից էլ կվերցվի։ Ունեցողին կավելանա, այսինքն ես պիտի այսօր ունենամ, ձերքդ բացեցա եւ եթե ձեր տրամաբանակներում ֆինանս կա, դե չգիտեմ, ուզում լինի 10 ռուբլի, ուզում լինի 100 ռուբլի, 1000 ռուբլի, ինչ կա հանեք հիմա, պահեք ձեր ձեռքերի մեջ եւ ասեք, այս սերմը պիտի շատանա այսօր Հիսուսի անունով։ Հանեք, նայրա փող չունես։ Ինչով ես հետ գնալու բան ունեք, ասա, քարտեր ունեք, բարձրացրեք վերև, քարտ ունեք։ Ահա, եթե քարտեր ունեք, բարձրացրեք, ես էլ իմ քարտն եմ բարձրացնում վերև, Հիսուսի անունով, թող այսօր այն ինչ որ ունենք, թող շատանա։ Այն ինչ որ ունենք, թող ավելանա եւ ավելանա Հիսուսի անունով, թող շատանա եւ շատանա Հիսուսի անունով։ Մեր ֆինանսները, մեր դրամապանակները բերում ենք Տիրոջ առաջ եւ ասում ենք, Տեր, շատանալու հատկություն կա։ Այսօր այն ինչ որ ես ունեմ, թող շատանա։ Հիսուսի զորավոր անունով։ Այսօր ես այստեղ կանգնած եմ, ասում եմ, ես բժշկված եմ, թող իմ օրգանները ել ավելի առողջ լինեն։ Հիսուսի անունով։ Ասա ինքդ քեզ, ասա առողջ եւ առողջ։ Հիսուսի զորավոր անունով իմ երեխաները առողջ են։ Իմ սերունդը առողջ է։ Ալելույա, խոսիր այսօր, խոսիր հայերեն։ Տեր Աստված, հիշում ես մենք ոնց են գնացել քո առաջ։ Հիմա Թանգամանյան Նազելին ինչքան ժամանակ գնացել էր գործեր անում, չգիտեմ ինչ էր անում, չգիտեմ ուր էր։ Բայց մի երկու անգամ ասում եմ միած ստորիները լսեմ, ինչ ասում։ Այնտեղ ասում է, այն դժվար բաների տարիներին գնում էի եկեղեցի, հիվանդ էի, վիրահատված էի, գնում էի, երգում էի, գնում էի ասուն էի պաշտում։ Հիմա Տերն էլ եկավ ասում, բա ուր ես, Նազելի, դա շարունակարար է։ Այն ինչ որ դու անում ես, չպետք է կրճատվի, չպետք է կանգ առնի, պետք է գնա ու գնա։ Եվ ասում եմ, որ Կոմիտասը երգում էր, նրա ձայնը գնաց ու գնաց, կաթողիկոսը մթագնեց, մնաց։ Երեք այնքան նախանձավոր եմ, բոլորիդ ավերաբերում, սիրելի երաժիշտներ, սիրելի երգիչներ, երգչուհիներ։ Գիտեք, մենք երեք գնացինք Պարի համույթի համերգ էր, եւ նաեւ այսօր ուզում եմ իմ աղջկան գովեմել մի փոքր։ Գիտեք, այդ որ ասում են արհեստական բանականություն, ովքեր որ դրանից տեղյակ չեն, շոտ sense քրիտիկ են վերաբերվում եւ չգիտեն դա ինչ է։ Եվ ես երեք մի կնոջ էլ ասում է, դրա հետևում նստած է մարդը։ Դա ինքն իրանով չի լինում։ Գիտեք, ամբողջ այդ համույթը երկի գնում էր եւ հզոր կլիպ էր սարքել Քրիստինեն արհեստական բանականության միջոցով, բայց դա անքուն գիշերների արդյունք էր։ Այդտեղ երեխաները գնում էին բարձրացան մասի սարը, այդ կլիպը ցույց էին այդտեղ տալիս։ Գիտես, բոլորը նայում են, երեխաները երգում են, բայց հետև ինչ որ բան է գնում, ով է դրա հետևում կանգնած։ Ոչ մեկ չգիտի, որ կանգնած է Քրիստինեն։ Այսինքն այս մարդու անունը մի քանի անգամ հնչեց, որ այսօրվա մեր հովանավորն է,
Գրիգորյան Քրիստինեն այս ինչը դիշոտ, տիկշոտ, եսի միջ, իրաց եսի միջ նա տալիս, անունն է տալիս, բայց այդ Քրիստինե Գրիգորյաննովը ոչ մեկ չգիտի, այսինքն կա թաքունի ծառայություն, որ բոլորը տեսնում են պարողներին, երգողներին, բայց ամեն վարքյան այդ էկրանի վրա պտտվում էր իր սարքած ամեն նկարներն ու ամեն վիդեոները, բայց բոլորը վայելում էին, բայց չգիտեին ով է առնողը։ Այդպես էլ Աստված, դու չես տեսնում իրան, ինքը ամեն բան արարել է, ինքը ամենուր է, ինքը կա, դու նրա անունը գիտես, նրա ձեռքի գործը տեսնում ես, և պետք է այսօր երկրպագես այն Աստծուն, որ ինքը այստեղ է, ես շատ նախանձավոր էի։ Գիտես եկան երջուհիներ, չգիտեմ, սենց ծաղրացուներ, այսինքն մարդիկ, որ կատակ էին անում, բայց ավելի ծաղրի էր նման, քան կատակի, դրա համար եմ այդպես ասում, և մեզ մտածում էի, այդ կլոուն, լուրջ եմ ասում։ Գիտեք, երբ որ մենք ցիրկ են գնում, այդ անտրակտների ժամանակ մարդիկ վեր են գնում, և նես տափակ բաներ են ասում, հի, փուչիկ եմ, ու մարդիկ ծիծաղում են, ստանում ասում, ծիծաղալու էլ չի անգամ։ Լուրջ բան եմ ասում, և ես նախանձավոր էի մեր եկեղեցու տաղանդավորների համար։ Ասում է, իսքան տաղանդավոր մարդիկ ունենք, ուր են։ Իսքան տաղանդավոր մարդիկ ունենք այստեղ նստած։ Եկել են մարդիկ երկրից երկիր, չգիտեմ, ձայն չունեն արդեն, չգիտեմ, չեն կարողանում, նայում ես, ասում ես, իսկ մեր տաղանդավորները ինչով են զբաղված։ Ժամանակն է եկել, որ դուք Տիրոջն ասեք, Տեր, տվել ես տաղանդ ու շնորհք։ Ժամանակն է, որ դու բարձրացնես քո ժողովրդին։ Ժամանակն է, ես նստած նախանձավոր եմ, ասում եմ, Տեր Աստված, ուր են մերոնք։ Շորտաղոթեք ձերոնց համար, ուրախացեք, որ իրանք բարձրանան։ Ես այստեղ տնում ես մեկին, ընդեղ տնում ես մեկին, ասում, այստեղ այս իրանց տեղն է, որ այսինքն մենք կանգնենք, հոգևոր համերգ կազմակերպենք, այս էլ անենք։ Ժամանակը եկել է, որ մենք սթափվենք, որ մենք գնահատենք Տիրոջ տվածը, դա քոնը չի, և ասում է, մեկին Տերը տվեց, այսքան մնաս տարավ թաքցրեց հողի մեջ, այն մեկին էլ տվեց 10 մնաս, այն մեկը տարավ շատացրեց, այն մեկը տարավ իրանը պահեց, ուր եք պահել ձեր գանձերը, ես ուզում հասկանամ, ինչով զբաղված այսօր եկեղեցին, տաղանդավոր մարդիկ, ուր են ձեր տարածքները, ուր են ձեր ժողովուրդը, ասեք, ինչով եք դուք զբաղված, առօրյական, ինչով եք դուք զբաղված, և ինչ ունեք Տիրոջն ասելու, երբ որ Տերը գա, և որ Տերը գա և ասես, Տեր, Տերը գա և ասի, գիտես, այս ինչ բանն է քո կյանքում եկել, ինչ պիտի հիշացնես իրան, ասացեք, ինչ եք հիշացնելու, ինչպես գնացիր Տիրոջ առաջ, 5 տարի առաջ, ինչ եկար 6 տարի առաջ, եկար այստեղ ու գնացիր կորար, լավա որ հետ եք եկել, այլապես չի հիշվելու, գրված է և չեմ հիշի, որովհետև այդպես չի մի անգամ արեցինք ու մոռացանք, ինչ որ արեցինք, պիտի անենք մինչև մեր կյանքի վերջ, և դա մեծ պատիվ է Տիրոջը ծառայելը, դու ոչ հովիվի համար ես ծառայում, ոչ եկեղեցու մարդկանց համար ես ծառայում, ես այսօր եկել եմ ծառայելու իմ Աստծուն, իմ Աստված, շնորհակալ եմ, որ ինձ կյանք է տվել, մինչև այսօր կյանք է տվել և տալիս ամեն, որ ես կարող եմ ամեն տեղ ուժ է տալիս, որ վազեմ, գնամ, գամ, ինձ ասում են, հով ջան, ուրիշ մարդ չկա գնա առևտուրն ան, ինչ ես դու գնում անում, ասում չէ, ես լավ եմ անում, սիրում եմ, Հովանես լամն անգամ ծիծաղում, ասում արի ստեղ քեզ մի հատ պավիլիոն բացենք աշխատի, էլի, ենքան է սիրում առևտուր անել, ասում ես չեմ սիրում է, առևտուր ծախել, սիրում եմ առևտուր անել, ես ծախող չեմ, ես լավ առնող եմ, հլը մի բան տվեք, տեսեք կարան ծախեմ, մի բան չեմ կարա ծախեմ, չեմ կարա, բայց ենքան լավ առնեմ, հալելույա, ամեն, ասեմ, ես սիրում եմ այդ անելը, Աստծո ժողովրդի համար սիրում եմ գնամ իմ ձեռով ամենալավագույնը բերեմ, որ իմ ժողովուրդը ամենալավագույնից օգտվի, ամենալավագույն բարիքներից օգտվի, սա է իմ ներսեյությունը քո հանդեպ, ես սիրում եմ քո համար անել լավագույնը, դու էլ պիտի քո կողքինի և բոլորիս համար անենք լավագույնը, ինչ որ բերես Տիրոջ առաջ լավագույնը բեր,
ոչ թե ավելցուկից, ոչ թե գնամ այդ, չգիտեմ, շուկայի մի անգամ վստահեցի իմ հետի ծառայողների եկեղեցում էլ, չգիտեմ, լիքը գումար կար, լիքը։ Ասի գնացեք ժողովրդի համար միրգ առեք, ինչքան որտնած տանձ ու խնձոր կար բերել էին։ Ասի դե տարեք ձեր տուն, այս տանձ ու խնձորը որտնած կուտեք։ Իմ ժողովրդը արժանի չի, որ որտնած տանձ ու խնձոր ուտեն։ Աստված մեզ որտնած բաներ չի տալիս, տալիս է լավագույնը։ Ասա լավագույնը, հալելույա։ Նա մեզ այսօր լավագույն պատվերներ, ասեք, պարգևներ է տվել։ Այսօր Աստված երկարացնում է քո կյանքը։ Այսօր ինչ որ բան, ուշադիր եղի, կարող է ստիպել, որ ամենակարող Աստված իր որոշումը փոխի քո կյանքում։ Ասա իր որոշումը փոխի իմ կյանքում, ամեն։ Թշնամու խոսքը այսօր ոչինչ է, ինչ որ մեկին ասա, թշնամու խոսքը այսօր ոչինչ է։ Աստված այսօր փոխում է թշնամու խոսքը եւ այսօր կատարվում է Աստծո խոսքը, հալելույա։ Ամեն թշնամու խոսք ուղված քո դեմ, ինչ որ մեկին ասա, ամեն թշնամու խոսք ուղված քո դեմ, քո կյանքի դեմ, քո ծառայության դեմ, քո երեխաների, քո ձեռքի գործի դեմ քանդված է, ասա ամեն թշնամու խոսքը այսօր քանդված է Հիսուսի զորավոր անունով։ Մենք հիմա կանգնած ենք միաբանության մեջ եւ մենք տեսնում ենք միաբանության ուժը, ասա միաբանության ուժ։ Ամեն բան կատարվում է միաբանության մեջ, ասա ես քո հետ միաբան եմ։ Այսօր մենք միաբանության մեջ պիտի քանդենք Դևի ամեն ծրագրերը մեր եկեղեցու կյանքում, մեր կյանքում, մեր ընտանիքների մեջ։ Դևը պարտված է Հիսուսի զորավոր անունով, ամեն։ Ինչ որ հնչել է քո դեմ, քո երեխաների դեմ, քո ծառայության դեմ, քո ապագայի դեմ քանդված է Հիսուսի անունով։ Տերը մեզ տվել է կյանք եւ ավելիով կյանք, ասա կյանք ավելիով կյանք, հրճակ եւ ասա, մենք հիմա փոխում ենք սատանայի ամեն խոսքը, հրճակ եւ ասա, դու պիտի ապրես, ես պիտի ապրեմ, որտեվ Սաղմոս 118:17-ում գրված է, դու չես մեռնելու, ես չեմ մեռնելու, կապրեմ, այլ Աստծո փառքը պիտի պատմեմ։ Ես չեմ մեռնելու, ասացեք, ես չեմ վախենում մահից, մահը ինձ վրա իշխանություն չունի, մահը չունի իշխանություն, հիվանդությունը չունի իշխանություն, Հիսուսի զորավոր անունով։ Գիտեք, եղբայրս ամեն օր այստեղ վկայում է եւ ասում է, մեկ օր ինձ համար խոսք եղավ եւ ասեց ամեն ինչից քիչ կեր, ես իմ ամեն բան ուտում եմ եւ սա հզոր մարգարեություն է, հզոր Աստծո խոսքի կատարումը, հալելույա, ես իմ ամեն բան ուտում եմ, բայց երբ որ ամեն անգամ մեզ ասում եք գնանք խորոված ուտելու, ասում են մեզ ձեր առնում ես տղեն, գնում ենք խորոված ուտելու, ինքը խորոված չի ուտում, ասում եմ մի քիչ հարիսա կտակ, ես հարիսա ուտեմ, ասեմ բա մեզ կանչել ես խորոված ուտելու, ես վախենում եմ, բայց ինքը մեկ օր ասատագրվեց եւ սկսեց խորոված ուտել։ Ամեն, այնքան կերա որ հավեսն եկավ։ Հիմա էլ խորոված է դնում։ Փառք Աստծուն, ասեք հալելույա Տիրոջը։ Լսեք, մի հատ ծափ տվեք, էլի ասեմ։ Վկայություններ եմ, չէ անում։ Հովհաննես 15:7-ում գրված է, եթե մնաք ինձ անում եւ ես մնամ ձեզ անում, ինչ որ խնդրեք իմ անունով պիտի տրվի։ Հիմա բան խնդրեք, ինչ որ բան խնդրեք, մի հատ սթափվեք։ Ինչ եք խնդրում այսօր Տիրոջից։ Սպարտակի բան խնդրի Տիրոջից։ Սպարտակը գիտեք ինչքան ջիգարով աղբեր է, չգիտեք։ Եթե չգիտեք իմացեք, խելո խոնար գալիս գնում է, Հով ջան, что надо? Հով ջան, а что надо? Скажи, а сколько, а что там? Այսպես խոնար մարդիկ ունենք ձեր մեջ, որ չեն երևում, բայց կանգնած են հովիվի կողքին, Դավիթը եւ իր թիմը։ Դավիթը ուներ թիմ։ Ժորժ ջան, մենք թիմային ծառայողներ ենք, թիմային, հալելույա։ Եվ մենք այս տարի թիմեր որոշեցինք այստեղ, եւ այս թիմային ծառայությունները տեսակ ինչ զոր արդյունք ունեցան։ Տեսակ չէ։ Այն աստղիկենք, այն ինչ արեցին, այն ասում չասես, այն ամբողջ այդ ձեր կլինի այդ թիմը, այդ ինչ արեց, այդ աղջիկների թիմը, այդ ինչ արեցին, այ մարդ, այնքան սալատ ու խմորեղեն էին բերել, մարդիկ էլ չգիտեն ինչքան տանեն, որ էդի վերջանա։ Ապրեք դուք։ Սիրում եմ ձեզ, սիրում եմ ձեր միաբանության այդ ուժը, այդ հզորությունը, դուք այնքան միաբան եք դառել, այնքան միաբան։ Դուք այնքան սիրով եք այդ ամենը անում։ Եվ ես այսօր երազիս մեջ պիտի արտանամ, չեմ կարող արտանամ, տեսնում եմ իմ թիմը ինձ հետ գալիս է,
միտեղ գնում ենք եկեղեցու համար ծառայություն անելու, գնում ենք առևտուր անելու եւ գիտեք ինչ եմ տեսնում, առաջի բանը մարդը որ տպավորվել է իր մեջ դանժելան էր երազիս մեջ, իրար հետ գնում ենք, իրար հետ ասում ով կգանժել, ասում ես կգամ, տարիներ պասիվ է եղել, այսօր երազիս մեջ ասում էր ես կգամ, եւ ասում եմ պասիվները արթնացել են, եկեղեցում այն պասիվ մարդիկ, որ պասիվ էին, իրանք արթնացել են, իդեպ սիրելի կլինցիներ, ձեզ շատ ենք սիրում եւ այս 5 շաբթի Գևորի ի ուրախություն Գևորի այս 5 շաբթի ձեր մոտ ենք ծառայելու եւ Գևորը այս 5 շաբթի նորից կբարձրանա բեմ եւ կասի У меня такая радость, я сегодня служу в церкви Клин, город Клин. Это для меня большая честь. Амен, это большая честь для меня. Я служу в церкви этот Клин. Я очень сильно люблю вас. И амен, это праздник для меня, это честь для меня. Это большая честь и праздник для тебя. Потому что мы в этот четверг будем служить герой город Клин. Аллилуйя. Ты мне Клин синергу, дух цаптовый, калав. Գևոր ջան, լավ խոսացի, չէ քո նման։ Տենց է չի ասում, հետո որ ասում խոս հայրենս է ցանում։ Այսօր դե մենք Կլին քաղաքում ասում, այդ ալեմ նորմալ հայրը խոսա, լավ, մի քեզ երևակայ։ Այդ երբ այդ ռուսերենը հայերեն ավարտա, մի հատ է ռուսերախոս դառա, ռուսկախոս, մեկ է սկսում հանգիստ խոսա։ Սիրելի Աստծո ժողովուրդ բան ասում, տեսակ ոնց շտկվեցին, տենում ես, չէ, Գևոր ջան, ինչ հավես սահովի ինգերը լինելը։ Գիտեք, ինչի համար եմ այսօր սենց ուրախ, մեր մոտ էլ չեն նեղանում։ Մեր եկեղեցում վաղուց էլ ոչ մեկից չի նեղանում։ Կատակնել ենք անում, բեմիցել ենք ասում, ուրախանում ենք, բայց նեղանալը այս եկեղեցուց գնացել է։ Ուրախ ժողովուրդ ենք, ասում ենք ու հենց այդ րոպեին դա ավարտում ենք։ Ինչ եղավ նույն վարքյանին մեր սրտերում հարցը լուծվում է եւ վերջ։ Վաղուց տենց է, չէ՞, տատև տենց է, տենց չի։ Փառք Աստծո ձեր համար։ Աստղինեին ասեցի, Աստղին է, այս քո համար չեմ աղոթելու։ Այ մարդ եկա մարդ էս գնա քո ժողովրդի համար աղոթի։ Մեկ էլ sense քթերը կախեց, ուտե նստեց մի մոմենտ։ Մեկ էլ ասել եմ, չէ, կատուրներից եմ ասելու։ Մեկ էլ տնամ սուս նստածում, Աստղին է, դե արի քո համար եմ աղոթում։ Քրոջս համար աղոթի, ասում լարս տեղ, ո՞ս տեղ։ Մեկ էլ եկավ գնաց տուն, տղեն ասեց, ամոչի մեծ կնիկ ես, հովիվից էլ նեղանում, ասում, այ արամ ջան, չեմ նեղացե։ Գիտեք, եսի տերն ու ծառայի օրներ տոչնի։ Նեղանում ես աղա, չէ, չեմ նեղանում։ Բայց նեղացել էր, լուրջ նեղացել էր։ Այս մարդը, որ տարիներ չի նեղացել, սաղ փոխված, ինքը որ կյանքում չի նեղացել, մեկ էլ նստա քատերը կանխեց այ կես դասա նորություն։ Իսուր կանչեցի այդ ուրախոթել, դասե դե նեղացել ես, տենց է գնա քո տուն։ Գնա ապաշխարի, մենք տես բան չունենք, որ խաթրով մաթրով գնանք։ Ո՞ս թե խաթր, մաթր, տես բան չկա։ Շորջան, մենք պիտի փոխվենք, մեր էությունը պիտի փոխվի։ Քրիստոսի էություն։ Քրիստոսը մարդկանց ասում էր, ետից գնա սատանա Պետրոսին։ Պետրոսը չգնաց Հիսուսից։ Չասեց ոնց թե դու ինձ սատանա ես ասում։ Կանգնած Հովանեսը խոսում էր իժերի զավակներ, օծերի ծնունդներ, ապաշխարեցեք երկնքի արքայությունը մոտեցել է, մեկը չէր նեղանում։ Մենք այդպես վիրավորական բառեր չենք էլ ասում, էլի մի հատ ուրեմն ասում եմ, այ մարդ, հիմա իրանք պիտի կան ասեն, հովիվ ջան, էլ մի աղոթի, էլի մեր համար են կանից օգնած։ Նստի, մի հատ տանք ջուր բերենք, ոտերների մեջ, սառը ջուր բերենք, մի հատ անգստար, աղոթի, այ մարդ, աշխարհի վերջը, ջինգշապտի կգամ ձեր մոտ կաղոթեմ, էլի։ Էս է ուզում բացատրեի, որ մի քիչ էլի մասին մտածեք, էլի, Ժորժ ջան, ես ձեր մասին մտածում եմ, չէ։ Աստղինե ո՞նց ես։ Աստղինեն ամենահզոր քույրերից մեկն է մեր եկեղեցում, ամենակազմակերպված, ամենաթասիբովներից, էլի չեմ ասում ինքն առաջինը, որ ամեն բանի համար կողքս կանգնած է։ Եթե ես ինչ-որ մի բան ունեմ ասելու, անգամ աղբերներին չեմ զանգում ասում Աստղին է, Աստղի քուրջան, իր adını գիտեք, Աստղը նշանակում է եստեր, ինքը եստերն է։ Ինքը եստեր է,
լավ քույր է, թասիբով է, ուժեղ է։ Եվ շատ մայրեր իրանց տղաներին կասեն 10-րդ մի տուր, ինքը գնում է իրաց ասում 10-րդը տուր, հարստերի 10-րդը տուր, այս ինչ արա, զոհաբերությունը տուր, ընծան տուր։ Նման ծնողները հաղթող ծնողներ են։ Իրանք իրանց երեխեքի համար են անում, ինչ անում են։ Տերը բարի, ամեն, ասա դու պիտի հաղթես, ինչ որ մեկին հրի եւ ասա դու պիտի հաղթես, դու պիտի բարգավաճես։ Դու պիտի թշտամու բոլոր պարիսպների վրա իշխես այսօր Հիսուսի անունով, ասա պիտի իշխեմ։ Հալելույա։ Այս պատերազմում դու պիտի հաղթես, ինչ որ մեկին ասա, այս պատերազմում դու պիտի հաղթես։ Հենո, ես այսօր ձեր համար աղոթելու եմ։ Եթե ճանապարհին մտածում եմ, ասում եմ վաղը գնամ, չգնամ այդ բացմանը, չգիտեմ կգնամ թե չեմ գնա։ Եվ բացումը վաղը կլինի։ Բայց հանկարծակի ճանապարհին գալիս եմ, ասում եմ նախ դե թողած լիսի հետևից չեն գնում։ Կկանչես այսօր կորտնես նորից։ Այստեղ։ Տիրոջ ներկայությունը փոփոխություն է առաջացնում, ասեք Տիրոջ ներկայությունը փոփոխություն է առաջացնում, ամեն։ Եվ ես այսօր, սիրելի եղբայրներ, ձեզ ասեմ դուք պիտի հաղթեք։ Այս պատերազմում դուք պիտի հաղթեք, ասես պիտի հաղթեմ։ Եթե ինչ-որ մեկ անպտուղ է, դեռևս երեխա չունի, ես ոչնչացնում եմ ինձ տրված իշխանությամբ Հիսուսի անունով, անպտղաբերության այդ զզվելի դևի բերած սուտը Հիսուսի անունով, եւ դու պիտի երեխա ունենաս։ Մերի լսում ես, դու պիտի երեխաներ ունենաք։ Անի լսում ես, դու պիտի երեխաներ ունենաք։ Գիտեք, դու պիտի երեխաներ ունենաք, այ մարդիկ որ հոգևոր սերունդ չունեն, ասա, ես հոգևոր սերունդ եմ ուզում, Աննա, ինչ ես այդտեղ գլուխը ցենց անում։ Այն ինչ որ կարել փչացրի կերակ գնաց, Կորան։ Ասա սերունդ եմ ուզում հոգևոր։ Արմինեն էլ 2 ամսով արձակուրդ է գնում, դե արի։ Կգնաս նե պտուղ կբերես, լսում ես։ Ասեք ես հոգևոր սերունդ եմ ուզում։ Ով որ քեզ մինչև այսօր ասել է քո ծառայությունը չի հաջողվելու, ասա ես հաջողված եմ։ Մի քիչ որ մեջքիս էլ չփչի ավելի լավ կլինի։ Ասա Սատանայի ամեն խոսքը քանդված այսօր։ Հիմա այս խոսքը կկանգնենք եւ բարձրացած իրար հետ կկարտանք։ Եսայի 54:17, եկեք կանգնենք։ Բոլոր քեզ դեմ շինած գործիքը պիտի չհաջողվի, ինձ հետ ասա, բոլոր իմ դեմ շինած գործիքը պիտի չհաջողվի։ Եվ ամեն լեզու, որ դուրս գա իմ դեմ դատաստանի պիտի դատապարտվի։ Սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը եւ նրանց արդարությունը։ Ինձ սա է ասում Սորած Տերը։ Նորից ենք ասում։ Հիմա նորից բարձրաձայնում ենք, ասա, ամեն իմ դեմ գործած գործիքը չի հաջողվելու շինած։ Ամեն լեզու, որ դուրս է եկել իմ դեմ դատաստանի պիտի դատապարտվի։ Սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը։ Հալելույա Տիրոջը։ Հալելույա։ Եվ հիմա բոլոր եկեղեցին բարձրաձայն ասում է, Սուրբ Հոգու զորությամբ քանդված է աղքատության դևը Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա։ Մենք հռչակում ենք զորություն, մենք արձակում ենք առատություն, պտղաբերություն, զորություն, ուժ, փառաբանություն եւ երկրպագություն, ամեն։ Ինչ որ մեկը թող հիմա ձեր դրի իր վրա եւ ասի, ես գլուխ եմ ոչ թե պոչ։ Հովոն լասա, ես գլուխ եմ ոչ թե պոչ։ Հիմա խոսա, բերան բացի խոսա, չես մեռնի։ Ստեղից ինչ ասես խոսում ես։ Մի հատ ասա, ես գլուխ եմ ոչ թե պոչ, դավանեք։ Բերաներդ բացեք, ին ալեմ մի հատ բերան բացի խոսած, ես գլուխ եմ ոչ թե պոչ։ Շոջան, խոսացեք, որ հիմա գնանք հնդեղ իրար հեր չտալով խոսալու եք։ Մի հատ հիմա խոսացեք, հիմա Տիրոջ առաջ խոսացեք։ Ասա, ես գլուխ եմ ոչ թե պոչ։ Եթե դու վատ երազներ ես տեսնում, ասա, ամեն վատ երազը քանդված է Հիսուսի անունով։ Ամեն կախարդությունը քանդված է Հիսուսի անունով։ Երբ դուք ասում եք ամեն, դուք հաստատում եք։ Հալելույա, ամեն։ Ամեն, ասա ամեն խավարի ուժերը քանդված են հենց այսօր Հիսուսի անունով։ Հայտնություն 3:21, ով որ հաղթում է, նրան կտամ իշխանություն նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի եւ նստեցի իմ հոր հետ նրա աթոռի վրա։ Ասա ես հաղթող եմ եւ նստած եմ հոր հետ նրա աթոռի վրա, հալելույա Տիրոջը։
Հայտնություն 22-ի 3-5-ում գրված է եւ նրանց թագավորներ եւ քահանաներ կանեմ, ասա ես թագավոր եմ եւ քահանան եմ այս երկրի վրա։ Թագավորի խոսքը ունի ազդեցություն եւ իշխանություն։ Քահանայի աղոթքը լսելի է։ Հալելույա, ասա ես թագավոր եմ եւ քահանա Հիսուսի զորավոր անունով։ Մենք թագավորներ եւ քահանաներ ենք եւ մեր խոսքը ունի իշխանություն եւ զորություն Հիսուսի անունով։ Որտեղ թագավորի խոսքը ասա, այդտեղ զորություն կա, ասա զորություն կա իմ խոսքի մեջ։ Սկսիր բարի պատերազմդ այսօր, ամեն իրավիճակների հետ կռվի եւ ասա, ես այսօր կռվում եմ ամեն իրավիճակների հետ։ Վերցրու քո հաղթանակը, քո հրաշքը, Հովանես Մկրտիչից մինչև այսօր երկնքի արքայությունը ուժով է առնվել, ուժեղներն են ժառանգելու, երկնքի արքայությունը ասա, ես ուժեղ կմնամ, որտեղ ուժեղներն են ժառանգելու, երկնքի արքայությունը, ալելույա, ուժեղներն են ժառանգելու, երկնքի արքայությունը ասա, ուժեղներն են հափշտակում նրան, հետ վերցրու այն ամենը թշնամուց, ինչ որ քեզանից գողացել է, ասա ես հետ եմ վերցնում իմ օծությունը, ես հետ եմ վերցնում իմ ծառայությունը, ես հետ եմ վերցնում իմ ֆինանսները, ես հետ եմ վերցնում երեխայի առողջությունը, ես հետ եմ վերցնում իմ ունեցվածքը, ստացվածքը, իմ առողջությունը, իմ բժշկությունը, մենք հետ ենք վերցնում, ասա հետ ենք վերցնում Հիսուսի անունով, ինչ որ մեկ ասա թշնամի դու պարտված ես իմ առողջությունը հետ ուր, հավատ, կյանք, ընկերներ, բացի դռներդ այսօր Տիրոջ առաջ ասա ես բացում եմ Տիրոջ առաջ իմ դռները եւ փակում եմ իմ դռները Դևի առաջ, ասա Դևի առաջ փակված են, դժոխքի դռները այսօր ձեզ չեն կարողանալու, դժոխքի դարպասները այսօր ձեզ չեն հաղթելու, որտեվ Տիրոջ դարպասները բաց են առաջ ասա երկնքի արքայության, բանալիները ես այսօր վերցրեմ եւ ես երկնքի արքայության եւ արդարության մեջ եմ այսօր մտնում Հիսուսի անունով։ Մեր Տերը հաղթել է։ Թող այսօր Տերը ներս մտնի քո կյանք է բերի խաղաղություն, ասեցեք խաղաղություն, ասա Տեր մտի իմ կյանք է բեր խաղաղություն, թող անխաղաղությունը հեռանա Հիսուսի անունով, Տիրոջ օրհնությունները, ասա Տիրոջ օրհնությունները, հալելույա։ Մարգարեն եկավ Եզեկիայի մոտ եւ նրա ասած խոսքը քանդվեց։ Դա ինչ որ ասել էր, եւ նա ասեց Տեր, ես քո երկրպագուն եմ, հալելույա Տիրոջը, ասացեք հալելույա Տիրոջը։ Տեր խոսքդ փոխիր, եթե իմ համար ինչ-որ վատ բան կա գրված, ասա Տեր փոխի քո խոսքը, Տեր փոխի քո խոսքը, եւ ես ուզում եմ կյանք եւ ավելիով կյանք, առողջություն եւ բժշկություն, ես ուզում եմ նոր ընթացք, վերելք, ասեք վերելք, 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 վերելք Հիսուսի անունով, հալելույա։ Մարգարեն իր խոսքը կարող եք նստել, Մարգարեն իր խոսքը չէր կարող փոխել, բայց Աստված կարող է խոսքը փոխել, ասեք Մարգարեն չի կարող խոսքը փոխել, բայց Աստված կարող է, ասեք Աստված կարող է։ Մենք ուզում ենք, որ մարդը փոխի, մարդը չի կարող անել ոչինչ առանց Աստծո, ասա նա չի կարող անել մի որևէ բան առանց Աստծո, ասացեք իմ հովիվը չի կարող որևէ բան անել առանց Աստծո, գիտեք ես Աստծո ձայնն եմ լսում եւ Աստծո կամքն եմ կատարում, ես կատարում եմ Աստծո կամքը եւ շատ վաղուց դուրս եմ եկել մարդկային գործունեությունից, այսինքն չեմ անում այն, ինչ որ մարդկանց հաճելի լինեմ, սավուղի կերպարից ես դուրս եմ եկել։ Եվ ես ուզում դառնալ Դավիթի պես երկրպագու, լսել Տիրոջը։ Ասա լսեք Տիրոջը, այսօր ժամանակն է, երբ որ մուրդք են Տիրոջ առաջ բարիք էր արել, Աստված մեկ օր հիշեց մուրդքեին, ասա Աստված հիշում է։ Հիշեցրու Տիրոջը, ասա հիշում ես Տեր, ինչպես գնացի քո առաջ, ամեն հավատարմությամբ եւ ամեն երկրպագությամբ, սա պարտադիր է։ Տեր, ես երկրպագում եմ եւ քանդում եմ ամեն կուրքերը, սա պարտադիր է։ Հալելույա։ Գիտեք, Դավիթը երկրպագու էր, ասա Դավիթը երկրպագու էր, Եզեկիան երկրպագու էր, եւ Եզեկիան հարց էր տալիս, ես որ մեռնեմ, ով պիտի երկրպագի, գիտեք, քանի որ Տիրոջից ստացա, այսօր այստեղ կանգնած այս խոսքը, ես ուզում քեզ համար կարդալ, սա երկրորդ թագավորացն է, եւ ես պարտավոր եմ անելու այդ, ինչ որ Աստծո հոգին ինձ ասում է, եւ սա մեզ համար է, զգուշություն է սա, երկրորդ թագավորաց, բացեք ինձ հետ 6-րդ գլուխ։ Եվ Դավիթը ժողովեց Իսրայելի բոլոր ընտիրներին եւ 30,000 հոգի այսօր ականատես են լինելու մի բանի, 30,000 հոգի եկել են, որ Աբինադաբի տնից տապանակը տանեն եւ տանեն դնեն Դավիթի տունը։ Աստծո տապանակը 20 տարի Աբինադաբի տունն էր եւ Աբինադաբի տունը օրհնվում էր
Ինձ հետ եք։ Որտեղ կա Աստծո ներկայություն, որտեղ կա օծություն, այդտեղ օրհնված է, ասացեք օրհնված է, որտեղ օծությունը քանդում է ամեն կապանք։ Սակայն Աստված այսօր մեզ մի բան էլ կսովորեցնի եւ կավարտեմ, ճիշտ վարվիր այն օծության հետ, որ դու ունես։ Եվ Հուդայի ամբողջ ժողովուրդը որ այնտեղից Աստծո տապանակը վեր բերեր, որի վրա կոչված էր Քերոբեի նստող Զորաստիրոջ անունը, որին Աստված տապանակը մեկ նոր սայլի վրա էր դրել եւ նրան վեր առան Աբինադաբի տնից, որ այն բլրի վրա էր եւ Աբինադաբի որդիքը Ոզան եւ Աքյովը քշում էին այդ սայլը։ Ոզյան 20 տարի տեսել էր տապանակը իր տան մեջ եւ շատ հասարակացել էր դա։ Այն օծությունը, այն երկրպագությունը, այն որ դու ունես, մի հասարակացրու եւ այստեղ դեր ասես խոսիր անպայման այս մասին։ Եվ առան նրան Աստծո տապանակի հետ Աբինադաբի տանիցը, որ բլրի վրա էր, եւ գնում էր Աքյովը, գնում էր տապանակի առաջին, եւ Դավիթը եւ Իսրայելի բոլոր տունը պարում էին Տիրոջ առաջ, ամեն տեսակ մայր փայտերով, քնարներով, տավիղներով, թմբուկներով, դափնիներով եւ ծնծղաներով։ Եվ երբ որ եկան Նաքովրի կալը, Ոզան ձեռքը մեկնեց Աստծո տապանակին եւ բռնեց նրան, որովհետեւ եզները ծռել էին նրան, եւ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզիայի դեմ, եւ Աստված զարքեց նրան այնտեղ այս հանցանքի համար, եւ նա մեռավ նույն տեղը Աստծո տապանակի մոտ, եւ Դավիթը տրտմեց, որ Տերը հարվածով հարվածեց Ոզիային, եւ այդտեղի անունը մինչև այսօր Փարեզ Ոզիա է ասվում։ Ինչ տեղի ունեցավ, ուրախություն էր, այդքան հազարավոր մարդիկ թմբուկներով, տավիղներով ուրախությամբ գնում էին եւ Տիրոջ ներկայությունն էր խորհրդանշում տապանակը եւ պարում էին եւ ուրախանում եւ 20 տարի Ոզիան տեսնում էր եւ 20 տարի նա այդպես էլ չդարձավ երկրպագու։ Նա մտածում էր, որ ինքը կարող է շտկել Տիրոջ տապանակը։ Ոչ մի բան մի շտկիր։ Դու չես Աստծո տունը շտկողը։ Աստված է իր տունը շտկողը։ Եվ դարձիր իրական երկրպագու, եւ Դավիթը տրտմեց, գիտեք ինչու համար տրտմեց Դավիթը, շուտով ավարտում եմ, որովհետեւ չէր սովորեցրել Ոզիային ինչպես վարվել տապանակի հետ, ինչպես վարվել Աստծո ներկայության հետ։ Այստեղ Աստծո ներկայությունն է, այստեղ Աստծո օծությունն է, եւ մենք պետք է կարողանանք ճիշտ վարվել Աստծո ներկայության հետ։ Այն մարգարեությունները, որ լինում են, թող չհասարականան։ Այն օծությունը, որ գալիս է եկեղեցի, թող չհասարականա։ Այն բժշկությունը, որ մենք տեսնում ենք այս տան մեջ, թող հասարակ չթվա։ Այն հրաշքները, որ մենք տեսել ենք, թող չդառնա սովորական։ Թող ամեն օրվա համար մենք ասենք նոր բան տեսանք։ Գիտեք, տարիներն անցնում են, ուղիղ 30 տարի ծառայում եմ Աստծուն, բայց ես ամեն օր ուզում եմ տեսնել որտեղ էր Աստված այս բանի մեջ։ Ինչ արեց Աստված։ Որտեղ եկավ։ Եվ ամեն անգամ, երբ որ ես ասում եմ նա ջենտլմեն է, նա չի թողում իր զավակներին, նա գալիս է այն խոսքի վրա, որտեղ որ դու հավատում ես։ Ինչպես որ դու զգում ես նրան, ինչպես որ դու կարևորում ես նրան, եւ չկարևորես եւ մտածես, որ տապանակը ծռվել է, ինքն է դա ուղղելու։ Տապանակը ուղղողը Աստված էր։ Այդ պատճառով Դավիթը տխրեց եւ իր տուն չտարավ տապանակը, վախեցավ։ Բայց անցան տարիներ, նորից Դավիթ հասկացավ, իմ տուն կտանեմ, միտեղ կսարքեմ եւ տապանակը կդնեմ այդտեղ, եկի կանգնենք ոտքի վրա։ Փառաբանության խումբը թող գա։ Ինչ որ բան կարող այսօր ստիպի ամենակարող Աստծուն, որ բան փոխվի։ Ինչ որ բան այսօր կարող է ամենակարող հզոր Աստծուն, ինքնիշխան Աստծուն ստիպի, որ մտափոխվի, որոշումը փոխի։
ինչ որ բան։ Հիշեցրու Աստծուն ինչ որ բան։ Հիշում ես Տեր։ Հիշում ես ինչպես էի վայրվում քո առաջ, հիշում ես Տեր։ Ամեն բան թողած գալիս էի Տեր։ Հիշում ես Տեր, ինչ ուրախությամբ էի քո տուն գալիս, հիշում ես Տեր։ Իմ ընծաները, իմ տասանորդները ինչ մեծ ուրախությամբ էի տալիս Տեր, հիշում ես Տեր։ Չէ՞ որ երբ որ ամենքը մոռացան մուրդք էին, նրա մասին հիշող չկար։ Մեկ օր թագավորը բացեց հիշատակած գիրքը եւ կարդաց. Այսինչ մարդ է ինձ համար, այսինչ բանն է արել։ Ինչ պարգևատրեցիք նրան։ Ոչինչ։ Ապա կանչեք նրան, որտեղ հիշատակած գիրք կա գրված։ Որտեղ գրված են ձեր անունները, այդտեղ ձեր հաշվին ավելանում է ամեն օր, ինչ որ դու անում ես, քո հաշվին է ավելանում։ Եվ կանչեք նրան, որտեղ ես այսօր նրան ունեմ վարձահատույց լինելու։ Հագցրեք նրան իմ հանդերձները, նստացրեք նրան իմ նժույգի վրա։ Ամենալավագույն պարգևներով պարգևատրեք նրան, որովհետև նա թագավորի համար բան արեց։ Ոչինչ չի մոռացվում։ Ոչինչ։ Թող ամենալավագույն տարիները, ամենալավագույն մեր արած Տիրոջ բերած ամեն սերմերը հնձենք։ Բայց ամենավատ բաները թող դժոխք իշտեն Հիսուսյանը, ինչ որ արել ենք, եւ թող ների Տերը մեզ։ Եթե սխալ ենք վարվել, եթե ճիշտ չենք ապրել, եթե նեղացրել ենք Տիրոջը իրար, եկեք ներողություն խնդրենք։ Գիտեք, երբ որ ամենավերջին օրը մարգարեական ծառայություն էր լինում, ես մտածում էի, թե Աստծո հոգին կխոսի Հայաստանի համար, մեծ բաներ կասի, ես չգիտեի ինչ պիտի խոսի Աստծո հոգին, բայց գիտեք ինչ խոսեց, սիրեք իրար, սերը ամենաթանկն է, սերը ամենամեծն է, և Տերը եկավ և ասում էր, սիրեք իրար, սերն Աստվածանից է, եթե չես սիրել Աստծուն կամ քո ընկերոջը, կամ քո բարեկամին, կամ քո կողքի կանգնած քրոջը կամ եղբորը, գիտես, եկեղեցում դուք սիրում եք, մենք սիրում ենք որակավորել, սիմպաթիայով սիրել։ Դու մի քիչ ինձ ավելի սրտիս մոտիկ սիմպաթիա ունես, մի քիչ ոնց որ քեզ ավելի եմ սիրում, քան են մեկին, են մեկը ոնց որ ոտքը կաղա։ Դավիթը ասեց, ով կա, Մեմփեբոստեի տանից բերեք, և ես նրան պիտի պատվեմ, ախր կաղ է, ախր հարմար չի, որ թագավորական սեղանին նստի, թագավորի սեղանին չեն նստում կաղերը, կույրերը, խուլերը, համրերը, ձեր գործը չի, ես Դավիթի տանից, ով մնացել է, կներեք, Հովնաթանի, ով մնացել է իմ ընկերոջ տանից, Դավիթն ասեց, ես պիտի պատվեմ, ապա ինչպես պիտի անես, որ նրա կաղությունը չերևա, ես ճերմակ սավան կփռեմ նրա ոտքի վրա և չի երևա, ես գիտեմ ծածկել, ես գիտեմ ծածկել, կուղին, կույրին, կաղին, խեղվածին, մոլորվածին հետ վերել, սա է ուզում Աստված, սա է սերը իրական, գիտեք, կան մարդիկ, որոնց ես շատ եմ սիրում, կան մարդիկ, որոնց սիրում եմ, բայց չեմ որակավորում, դուք թանկ եք ինձ համար, և թող, որ ամեն մեկս ուզենանք մյուսի բարձրանալը, ասա ես ուզում քո բարձրանալը, ես ուզում որ դու շատ բարձրանաս, առաջնայինը լինես,
Ես ուզում դառնալ այսօր իրական երկրպագու։ Ավարտում եմ խոսքս երկրորդ մնացորդած 20:15-ով։ Ականջ դրեք ով բոլոր Հուդա եւ Երուսաղեմի բնակիչներ եւ ով Հովսափատ թագավոր։ Ես Տերս այսպես եմ ասում։ Դուք մի վախեցեք եւ մի զարուրեք այս մեծ բազմության երեսից, որովհետեւ այսօր պատերազմը ձերը չէ։ Պատերազմը Աստծունն է։ Դուք կանգնեք, էլ մի պատերազմեք։ Դուք երկրպագեք։ Երկրպագությունը խանգարում է երկնքի լռությանը։ Դուք երկրպագեք։ Եվ քո երեխան կբժշկվի։ Եվ քո տունդ կազատագրվի, քո ֆինանսները դուրս կգան ճգնաժամից։ Երկրպագեք այսօր։ Այսօր երկրպագության օր է։ Հալելույա։ Վարսեսու քո ձեռքը դեպի Տեր եւ ասա նա սուրբ է։ Սուրբ է իմ Աստված։ Ադոնայ Կանչիր Տիրոջ այսօր։ Կանչիր քո կյանքի մեջ։ Քո ընտանիքում, քո երեխաների կյանքում։ Kadosh Jesus Lord. Kadosh Adonai Տեր, մենք մեր ձեռքերը բարձրացնում ենք Հայաստան աշխարհի համար։ Թող խաղաղություն իջնի։ Տեր Աստված, մենք աղոթում ենք, որ այսօր Հայաստանում լինի խաղաղություն։ Թող թշնամու ամեն գործերը քանդված լինեն Հիսուսի անունով։ Եթե թշնամին մեկ ճանապարհով եկել է իմ երկրի մեջ, թող 7 ճանապարհով փախչի Հիսուսի անունով։ Եվ նրա ամեն գործերը հազարապատիկ թող քանդված լինեն, միլիոնապատիկ, որտեղ մեր Տերը հաղթել է 2000 տարի առաջ։ Եվ ես խոսում եմ հաղթանակ եւ դարձյալ հաղթանակ Հիսուսի անունով։
Սուրբ ես Հալելույա Սուրբ ես Տեր Սուրբ ես Ամեն անգամ որ խոսում եմ մեկ ազգի կամ մեկ թակավորության դեմ նրան քանդելու, փուլացելու եւ կորստելու համար, եթե այդ ազգը դարձի է գալիս իր չարությունից, որի մասին ես խոսել էի, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն չարիքի համար, որ խորել էի նրան անելու համար։ Թող ամեն չարիքը պարտված լինի Հայաստան աշխարհի վրա Հիսուսի անունով։ Թող գա ազատության հոգին, միաբանության հոգին, թող այսօր գա երկրպագության հոգին Հայաստանում, թող այսօր բարձրանա աղոթք Հայաստան աշխարհի համար, եւ թող Հայաստանս մնա անպարտ Հիսուսի անունով, եւ թող հաղթի Աստծո արդարությունը եւ նրա արդարությունը հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Շնորհակալ եմ, արի երկրիս մեջ, արի Հայաստան այսօր, խնդրում ենք Տեր, եւ թող քո հոգին այսօր մեր ժողովրդի հետ լինի եւ ազգիս վրա, քո անունով Հիսուս, ամեն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, կարող ես այսօր եւ անդադար աղոթք անել երկրիդ համար, սա քո երկիրն է, դու հող ես հայոց հողիցը կերտված եւ նրա համար աղոթող Եղեք օրհնված, մեր ծառայությունն ավարտված է։ Կիրակի օրը ժամը 11-ին, ուրբաթ եւ չորեքշաբթի օրերը ժամը աղբերների համար պետք է աղոթեմ։ Ժամը 7-ին, իսկ հիմա պետք է աղոթենք մեր եղբայրների համար, օրհնենք նրանց։ Հինգշաբթի օրը Կլին քաղաքում կծառայենք։ Եղբայրներ եկեք առաջ, Հակոբ ջան առաջ արի։ Հենոյի հետ միասին։ Գիտեք, այս մարդիկ հաջողված են։ Գիտեք ինչ են հաջողված, որտեվ միաբան են։ Միաբանության մեջ է միայն կատարվում Աստծո զորությունը, Աստծո ուխտը։ Գիտես, երբ որ մեկ մարդու հետ ուխտ ես անում, լավ է ուխտ չանես։ Բայց եթե ուխտ ես անում, ուխտդ երբեք մի դրժիր։ Լավ է չուխտել, Աստծո խոսքում գրված է, քան քանդել։ Նրանք ուխտեցին իրար հետ եւ հաջողվեցին։ Այս անգամ էլ մի նոր ընթացքի համար նորից աղոթելու եմ նրանց համար։ Նրանց ուխտը թող հաստատուն լինի եւ նրանց գործը թող օրհնված լինի։ Խնդրեմ բռնեք իրար ձեռքեր եւ ես կաղոթեմ ձեզ համար։ Հայրս աղոթում զավակներիդ համար, բարձրացնելով նրանց ձեռքերը, Արման ջան, բարձրացրու ձեռքերը։ Մենք բարձրացնում ենք նրանց ձեռքերը այսօր եւ օրհնում ենք նրանց ընթացքը։ Շնորհակալ եմ Տեր, որ այս մարդկանց միացրեցիր եւ դարձրեցիր ուխտի ընկերներ։ Եթե տշտամին մեկ ճանապարհով գա, թող 7 ճանապարհով փախչի Տիրոջ երեսից։ Եվ աչից ու ձախից թող ընկնի տշտամու զորքը, բայց ձեզ ոչինչ չպատահի։ Հովան ու ծածկոցի տակ լինեք, ձեր մեկը թող 1000 լինի, օրհնված լինի ձեր ընթացքը, օրհնված լինեք մտնելիս, օրհնված լինեք դուրս գալիս, օրհնված լինի ձեր հացը, օրհնված լինի ձեր ջուրը, օրհնված լինի ձեր կողով, օրհնված լինի ձեր այսօրվա ձեռնարկելու ամեն բաներումը, օրհնված լինեք։ Եվ թող Աստծո մեծագույն օրհնությունն ու զորությունը ձեր հետ լինի, ինչ որ անեք հաջողվեք, Հիսուսի զորավոր անունով, ամեն։ Տեր օրհնի աղբերներ ջան։ Մի հաղթական երգ երգենք, լավ, հաղթական երգով ավարտենք մեր ծառայությունը, մի հատ հաղթական լավ երգ երգենք, այսօր հիմնային երգ երգենք հաղթական, հալելույա, ամեն։ Ինչ եք ուզում երգենք,
Լույսը ձերքիդ առաջ գնա ով զինվոր Միշտ հաստատուն քայլեր արա ով զինվոր ով զինվոր Լույսը ձերքիդ առաջ գնա ով զինվոր ով զինվոր Միշտ հաստատուն քայլեր արա ով զինվոր Խաչին միշտ նայելով հավատքի վահանով հաստատուն քայլերով առաջ գնա զինվոր Խաչին միշտ նայելով հավատքի վահանով հաստատուն քայլերով առաջ գնա զինվոր Hey 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 Սատանայի ոչ մի զենքից մի վախի Նրա թափած զուր ջանքերից մի վախի Սատանայի ոչ մի զենքից մի վախի Նրա թափած զուր ջանքերից մի վախի Խաչի միշտ նայելով հավատքի վահանով հաստատուն քայլերով առաջ գնա զինվոր Խաչի միշտ նայելով հավատքի վահանով հաստատուն քայլերով առաջ գնա զինվոր Դու Աստծո բանակի զինվորն ես հալելույա Լույսը ձերքիդ առաջ գնա ով զինվոր Միշտ հաստատուն քայլեր արա ով զինվոր Լույսը ձերքիդ առաջ գնա ով զինվոր Միշտ հաստատուն քայլեր արա ով զինվոր Խաչի միշտ նայելով հավատքի վահանով հաստատուն քայլերով առաջ գնա զինվոր Խաչի միշտ նայելով հավատքի վահանով հաստատուն քայլերով առաջ գնա զինվոր Hey 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 Մի բարբրնեիք ուրախացեք ցնծացեք Տանյա դու եք նվագել այդ նաշելի աղջիկ Հալելույա Մի հատ նորից Սատանայի ոչ մի զենքից մի վախի Նրա թափած զուր ջանքերից մի վախի Սատանայի ոչ մի զենքից մի վախի Նրա թափած զուր ջանքերից մի վախի Խաչի միշտ նայելով Արման ջան, դու որ ուզես պարես պարի Հաստատուն քայլերով առաջ գնա զինվոր Խաչի միշտ նայելով հավատքի վահանով հաստատուն քայլերով առաջ գնա զինվոր Այ հիմա մեր ծառայությունը ավարտված է ուրախ տրամադրությամբ գնացեք դուք հաղթել եք